Մարտի 8-ի երեկոյան Գորիսի Դիանա ռեստորանային համալիրի բակում տեղի ունեցած միջադեպից հետո Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մինչև ծառայողական քննության ավարտը ժամանակավորապես դադարեցվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները։ Բոլորդ էլ այստեղ տեղյակ եք, որ բարբերաբար շաբաթը, երկու շաբաթը մեկ, ամիսը մեկ համակարգից դուրս են հանվում մարդիկ, որոնք դավաճանում են համազգեստը, դավաճանում են ձեր աշխատանքը, ինֆորմացիա են ներկայացնում այն կրիմինալին, որի դեմ մենք գիշերը ցերեկ ենք անում պայքարելու համար։ Բոլոր այն մարդիկ, ովքեր այս կամ այն ձևով կապված են կրիմինալի հետ, բնականա չի կարող լինել ոստիկանի համազգեստի մեջ։ Մենք կհանենք նման ոստիկաններին։ Անկախ նրանից կլինի ձեր ղեկավարը, ձեր ավելի մեծ ղեկավարը, թե շատ ավելի մեծ ղեկավարը։ Տականքը պետք է դուրս գա համազգեստի մեջից։ Տականքը պետք է գնա այս համակարգից։ Կարծում եմ, որ առողջ մարմինը օտար մարմնին իր մեջից պետք է վանի, դուրս հանի։ Եվ բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ կարող են վհուկի կերպարով ժամանակներ անցկացնել եւ ձեր արած աշխատանքը փախարակել, ամենախստագույնս կպատժվեն։ Հիշեցնենք, որ Armlur.am-ի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանը հարվածներ հասցնում քաղաքացի Արթուր Գևորգյանին, վերջինս սակայն ինքնապաշտպանական որևէ գործողության չի դիմում։ Տեսանյութից պարզ է դառնում, որ այս ամենը տեղի ունենում մի քանի այլ պաշտոնատար անձանց աչքի առջև։ Այն է Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանի, նրա տեղակալ Ասպուր Ավետիսյանի եւ քննչական կոմիտեի Սյունիքի վարչության պետ Վահրամ Դաղունցի։ Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, որի նախաքննության ընթացքում մեղադրյալը նաեւ ցուցմունք է տվել իրավապահների կողմից իր նկատմամբ կիրառված բռնության մասին։ Իրավական փորձագետ Արա Ղազարյանը նշում է, անգամ հարգելով անմեղության կանխավարկածը կատարվածը բացահայտ հանցագործություն է։ Ծառայական քննությունը իրականացնում է դա քաղաքացու համար ոչինչ է, դա ոստիկանությանն է պետք, բայց այստեղ ծառայական քննությունը կարևորել չի արդեն, բոլորը առերևույթ տեսնում են։ Մանավանդ որ քաղաքացին ընդհանրապես չէր դիմադրում ոստիկանը իր համազգեստով չէր, եւ ընդհանրապես նա ինչ ոստիկանական գործողությունն դա արդեն ծիծաղել է, զավեշտ է։ Վրթովեցնող է իհարկե։ Երեք կարծեմ լրատվություն եղավ, որ դադարեցել են լիազորությունները, բայց սա որոշակի արտահայտում է, այո, պատասխանատվությունը վրա է հասնում, լիազորությունները դադարեցել են, բայց մենք հասկանանք, թե արդյունավետություն կա թե ոչ, եթե տեսնենք քրեական գործ կառուցվի թե ոչ։ Ղազարյանը նկատում է, անգամ եթե դիմացինի կողմից հայհոյանք է հնչում կամ ուժ է կիրառվում ոստիկանի նկատմամբ, ապա իրավապահ մարմնի ներկայացուցչի գործողությունները պետք է լինեն իրավաչափ։ Իսկ այս դեպքում մենք արդեն էական չէ, նա հայել է, թե նա ամբողջ ստացել է, թե նա իր դժգոհությունն է հայտնել, թե ինչու եք այս համալիրը փակում գիշերվա ուժամին, իսկ այսինքն ինչու եք տարբերակված վերաբերմունքներ։ Էական չի։ Կրկին արգելված վերաբերմունքի դեպքում դիմացինի վարքագիծը էական չի։ Հետաբար եթե հանկարծ ծառայական քննության արդյունքում կամ քրեական գործի մեջ հոլովի այն միտքը, որ գիտեք, ոստիկանապետի գործողությունը պայմանավորված է դիմացինի անիրավաչափ գործողությամբ, դա վերաբերելի փաստարկ չի, դա ընդհանրապես պետք է գործի ընթերից անել, որովհետև մենք տեսնում ենք, որ անձը չէր դիմադրում, դադարել էր դիմադրել, ահաբեկված էր։ Եվ այստեղ իհարկե դատապարտել է նաև շրջապատի մարդկանց, ովքեր չէին էլ փորձում ոստիկանապետին կանգնեցնել։ Ղազարյանի դիտարկմամբ այս միջադեպը միանշանակ ստվեր է գցում ողջ համակարգի վրա, եւ այստեղ պետք է ուշի ուշով հետևել ոստիկանական համակարգի կողմից արձագանքներին ու գործողություններին կատարվածի վերաբերյալ։ Արթուր Ավանեսյան, Վազգեն Համբարձումյան, Առաջին լրատվական։